Բարև ձեզ։ Արարատնյուզի տաղավարում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։ Բարև ձեզ Տիկին Դավոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք մեր հավելն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Դավոյան, այս օրերին երբ ընդդիմադիր տարբեր շրջանակներ հայտնեցին միավորումների մասին, դաշինքների մասին, ձեր գործընկերները, կուսակիցները դրան արձագանքում են այնպես, որ Գյումրի 2 սցենար են ուզում իրականացնել։ Ընդդիմությունը արձագանքում է, որ ՔՊ-ն այսպիսով վախեցած է։ Ինչ կասեք։ Դե Գյումրի 2-ի մասին մենք դեռ վաղ ենք ասել, որ նման սցենար կարող է գործարկվել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ասում են այդպիսի բան չի լինի, սակայն պարզ է դառնում, որ այո, ամեն ինչ տանում է դեպի դրան, որ փորձում են։ Մենք ոչ թե վախեցած ենք, ուղղակի փաստերն ենք արձանագրում, որ այո, ընդդիմությունը եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական, այսինքն ռադիկալ ուժերը փորձում են փոքր-փոքր միավորներով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, հետո միավորվել եւ կրկնել Գյումրու սցենարը եւ այդպիսով փորձել ինչ-որ մի բան անել եւ պետք է աշխատենք մենք կարծում եմ իրենք էլ նույնպես աշխատում են, որպեսզի մենք թույլ չտանք նման սցենար կրկնվի։ Բայց հանրությունից ինչպես են ակնկալիքները, հանրությունը կգնա այդպիսի ընտրություն։ Ես կարծում եմ, որ հանրությունը խորհրդարանական ընտրություններին միշտ ավելի պատասխանատու է վերաբերվում, քան թիմ ընտրություններին, որովհետև թիմում տրամաբանությունը մի քիչ այլ է, դեռևս թիմ ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն դարձել, սակայն խորհրդարանական ընտրությունները շատ վաղուց արդեն խիստ քաղաքական են եւ հանրությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դա միշտ գիտակցում են եւ 21 թվականին էլ շատ բարձր գիտակցումով են մոտեցել ընտրություններին, վստահ եմ, որ հիմա էլ նման իրավիճակի ականատես կլինենք, սակայն մեզնից շատ բան է կախված, մենք պիտի խոսենք քաղաքացիների հետ եւ բացատրենք մենք ինչի մասին ենք եւ ուր ենք գնում եւ ընդդիմությունը ինչի մասին է եւ ուր է գնում։ Օրինակ Աղվան Վարդանյանը ասում է, որ նման միավորումներով իշխանության երգը երգված է, նաև նշում է, որ ձեր իշխանության վերընտրությունը կնշանակի Հայաստանի ադրբեջանականացում։ Դե նայեք, այստեղ կարևոր մեխը հենց այդտեղ է, որ նմանատիպ անձինք, դաշնակցականներ, նախկին դաշնակցականներ եւ մերձ, այսպես դաշնակցականներ, նախկին հանրապետականներ եւ ներկա իրենք անընդհատ շեշտում են եւ աշխատում են կպչել մեր քաղաքացիների զգացմունքայնությանը եւ խոսում են, որ այո, Հայաստանում պետք է գան ադրբեջանցիներ ապրեն, Հայաստանը թուրքացվում է, ադրբեջանացվում է, այս թուրք-ադրբեջանական իշխանություն ենք մենք եւ չի կարելի խաղաղություն կնքել թշնամիների հետ, այս ամբողջ կոնցեպտն էստեղ է եւ մեր հայրենակիցները պիտի հասկանան, որ ինչ ենք ասում մենք ասում ենք խաղաղություն պիտի լինի եւ մենք պիտի հանգիստ մթնոլորտում իրավիճակում ապրենք մեր հարևան երկրների հետ, որոնցից երկուսը Թուրքիան են եւ Ադրբեջանը, իսկ մեր մտցակիցները ասում են ոչ, Թուրքիան եւ Ադրբեջանը մեր հարևանները չեն, նրանք գալու են ձեր տներում ապրեն։ Այսինքն, գիտեք ոնց հասարակ բան է տեղի, մանիպուլյատիվ ինչ որ գործողություն է տեղի ունենում։ Մենք ասում ենք, սրանք մեր հարևաններն են, մենք իրենց հետ պիտի ապրենք խաղաղ պայմաններում, ընդդիմությունն ասում է, չէ, իրանք մեր հարևանները չեն։ Իրենք մեր թշնամիներն են հավերժական, մենք իրենց հետ չենք կարող ապրել խաղաղության մեջ, իրենք գալու են ձեր տներից ձեզ հանեն, ձեր տներում իրենք ապրեն։ Եվ այստեղ պիտի մեր քաղաքացիները եւ մենք բոլորս մի հատ վերլուծենք, թե այս մարդիկ ինչ են ուզում։ Իրենք ոչ թե խոսում են քաղաքացու հետ, որ իրենք նման լավ ծրագրեր ունեն, ինչ որ լավ ծրագրեր ունեն եւ ուզում են գալ իշխանության, այլ իրենք ուզում են ասել, որ չէ, եղբայր մենք չգիտեմ ուզում են գալ իշխանության թե չէ իրենց մասին, բայց թուրքերը գալու են ձեր տներում ապրեն։ Սա շատ վատ, շատ զզվելի եւ շատ կեղտոտ քարոզչություն է, եւ մեր քաղաքացիները պիտի հասկանան, որ սա ոչ միտեղ չտանող ճանապարհ է։ Եվ երբ որ այդ մարդիկ փորձեն գալ իշխանության, այս ստերով, այս կեղծիքով, այս շատ զզվելի կեղծիքով իշխանության գալ փորձ անող մարդիկ չեն կարող լինել, առավել եւս երբ հետ դառնանք իրենց անցյալին, չեմ ուզում նորից գնալ անցյալ, նախկին իշխանություններ, այս կոնտեքստում չեմ ուզում դիտարկել, ուզում եմ դիտարկել ներկա ընդդիմության կոնտեքստում։ Ներկա ընդդիմությունը մոլորեցնում է
հանրությանը, ասելով, որ մեզ խաղաղություն պետք չի, մենք չենք կարող խաղաղություն կնքել մեր հարևան պետությունների հետ, մենք չենք կարող իրենց հետ խաղաղ պայմաններում ապրել, իսկ եթե խաղաղություն չեն կնքում եւ խաղաղ պայմաններում չեն ապրում, ապա ի՞նչն է դրա այլընտրանքը։ Տեսեք, բայց իրենք նաև ասում են, որ արժանապատիվ խաղաղություն է պետք, օրինակ գերիների վերադարձ։ Նախ իրենք այստեղ մի հատ հետաքրքիր նրբություն կա, ես երկար վերլուծել եմ ձեր ասածը։ Երբ ասում են արժանապատիվ խաղաղություն է պետք, իսկ ո՞րն է արժանապատիվ խաղաղությունը, երբ դու պատմություն ես կրել պատերազմում։ Այստեղ մի հատ խնդիր կա, այս մարդիկ եւ մեր հանրության շատ ներկայացուցիչներ մինչեւ օրս ասում են մենք չենք պատվել պատերազմում։ Ասում են ձեր իշխանությունն է պարտվել։ Ես ուզում եմ նորից հասկանալ, եթե դա կմխիթարի իրենց, որ մեր իշխանությունն է պարտվել եւ իրենք դրանցից իրենց հաղթած կզգան, եկեք այդ գծով գնանք, բայց մեր իշխանությունը չի պարտվել, պարտվել է մեր երկիրը։ Ուզում եմ ասել, այդ մտածածին իրականության մեջ ապրելը ում է մխիթարում եւ ուր է տանում։ Հա, ասենք, որ մենք չենք պատվել, մենք հաղթել ենք հետո, այսինքն շարունակում են բարոյական հաղթանակների ինչ որ այդ ցիկլից դուրս չգալ։ Պետքա վերջապես իրականության մեջ մնալ եւ հասկանալ, այո, մենք պատվել ենք, մենք դժվարին կացության մեջ ենք գտնվել եւ հիմա փորձում ենք ջանքեր ենք գործադրում եւ այդ ջանքերը պսակվում են հաջողությամբ դուրս գալ։ Խաղաղություն ենք կնքել, խաղաղությունը առաջ է գնում։ Մենք ունենք արդեն թրիփի նման մեծ մեգա նախագիծ Հայաստանի զարգացման համար կարևոր նախադրյալներով եւ այստեղ նորից հայտնվում է ոմն օրինակ Աղվան Վարդանյան եւ ասում է թուրքերը գալու են մտնեն ձեր տուն։ Ուզում եմ հասկանալ, էլի տարբերությունը մենք այս բաների մասին, այս բացության բաների մասին ենք խոսում, մեկ է գալիս է մի հատ Աղվան Վարդանյան, ասում է թուրքերը, ուսած միանգամից այս մակարդակի չասում է թուրքերը գալու են ապրեն ձեր տանը։ Իսկ ձեր տանը այդ մասին որևէ խոսակցություն կա, չէ, թե պետքա մարդկանց ասել, որ չէ, թուրքերը գալու են ոչ մեկի տանը չի գալու ապրել։ Մենք ապրելու ենք Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունը լինելու է խաղաղ եւ ազատ Հայաստանի, անկախ Հայաստանի Հանրապետություն։ Դե տեսեք, ռադիկալ ընդդիմությունը նույն դաշնակցությունը թրիփը դիտարկում է ամերիկա-թուրքական ինչ-որ նախագիծ, որը հաշվի չի առնում մեր հարևան պետությունների, օրինակ Իրանի շահերը։ Դե դաշնակցությունը համենայն դեպս երբեք չի հաշվի առել Հայաստանի Հանրապետության շահերը եւ թրիփը դիտարկում է որպես Իրանի Իսլամական Հանրապետության շահերին վնասող ինչ-որ պրոյեկտ, նորմալ է, որովհետեւ դաշնակցությունը դեռևս մնացել է 1890-95 թվականների մակարդակում, որտեղ պետք է պայքարել ազատության համար ազատագրական պայքար մղել եւ դուրս չի եկել 21-րդ դարում 2026 թվականում իրեն անհարմար է զգում, չգիտի ինչի մասին խոսա, պիտի հիմա Իրանի շահերից խոսել։ Տիկին Դավան, քաղաքասարակության մի ստվար հատված ձեր իշխանությանն է մեղադրում, որ նախկին իշխանությունները շարունակում են քաղաքական գործոն լինել եւ դեռ մի բան էլ Հայաստանի դեմ հիբրիդային գործիք դառնալ։ Ես կիսում եմ նրանց մտահոգությունը, այո, նախկին իշխանությունները հիբրիդային գործիք են դարձել որոշ ուժերի ձեռքում եւ իրենք հաճույքով են կատարում իրենց վստահված այդ նախաձեռնությունը ամեն գնով ցանկանալով տապալել Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ պետականությունը։ Այո, կա մեր մեղավորությունը, ես ընդունում եմ։ Այս մարդիկ այսքան խոսելու եւ այսքան մեծ հնարավորություններ խոսելու նրանք չպիտի լինեին ազգային ժողովում եւ պիտի լինեին այն տեղերում, որտեղ որ պիտի լինեին։ Հիմա ունենք ինչ ունենք, բայց ես կիսում եմ այդ մտահոգությունը։ Հիմա մենք միջև ընտրությունների իշխանության կողմից կտեսնենք ինչ-որ նվազագույն քայլեր, օրենսդրական թեկուզ փոփոխություններ, որը թույլ չի տա օրինակ Ռոբերտ Քոչարյանին, որ միլիոնավոր դոլարների ապօրինի գույքի այդ գործերով է անցնում, նա օրինակ չկարողանա մասնակցել ընտրություններին։ Ես չեմ կարող նման բան ասել այս պահին, որովհետև նման նախաձեռնություն չկա եւ չգիտեմ լինելու է թե ոչ, անկեղծ լինեմ ձեր հետ, ես չեմ կարող ընդդիմության նման ասել, որ ինչ որ մի հատ սուտ ասել, որը բոլորին հաճելի լինի եւ բոլորը լսեն ծափահարեն։
մենք ժողովրդավար պետություն ենք եւ գնում ենք իրավական ճանապարհներով։ Կլիներ իրավական վճիռը կասեր ինչ պիտի անենք։ Հիմա եթե չկա վճիռ, ապա նման խոսակցությունները կարծում եմ, որ ճիշտ չեն լինի։ Որքան էլ որ այդ իմ սրտով չլինի, եկեք առաջնորդվենք իրավական ճանապարհով։ Կրկին հանրության մի ստվար հատվածի մտահոգությունն է, կարծում եմ, պարզ է, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու եւ հետո դժվար թե ընդդիմությունը մեծամասնություն ունենա այնքան, որ փոխի Սահմանադրության համապատասխան հոդվածը։ Հիմա մտահոգություն կա, որ ընդդիմությունը իրականում համախմբվելու է Ռոբերտ Քոչարյանի անձի շուրջ։ Այս մասով ինչ կասեք։ Ես կարծում եմ, որ հանրությունը մտահոգվելու փոխարեն պիտի գնա եւ կատարի իր ընտրությունը։ Ամենահասարակ բանը գնալ ընտրատեղամաս եւ կատարել ընտրություն ոչ ի օգուտ այն մարդկանց, որոնք քեզ անհանգստացնում եւ մտահոգություն են պատճառում։ Որից հետո դու կարող ես հանգիստ գալ տուն եւ չմտահոգվել, որ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Անդրանիկ Թևանյանը եւ ինչ որ այլ Վազգեն Մանուկյանը եւ այլոք կմիավորվեն եւ Հայաստանը ինչ որ խնդիրներ կունենա, Հայաստանի հանրությունը մտահոգված կլինի։ Ընդհանրապես պիտի գնալ եւ այդ մարդկանց քվե չտալ։ Դրանից հեշտ ճանապարհ այս մտահոգությունները ցրելու ես չեմ տեսնում։ Ձեր իշխանությունը այս պահին թեկուզ տեսնում է քաղաքական ուժեր որոշակի ձևավորվող, որոնց հետ կարող է համագործակցել ընտրություններից հետո։ Ես կարծում եմ այս պահին դեռևս վաղ է նման խոսակցություն ունենալ, որովհետև հստակ քաղաքական հայտ ներկայացրած միավորներ չկան, այսինքն դեռևս գրանցումները չեն եղել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում զուտ դրա համար եմ ասում։ Գուցե օրինակ ժամկետի նախորդ օրը ինչ որ մի քաղաքական ուժ գնում եւ հայտ է ներկայացնում, հետեւաբար խոսել թե մենք ինչ ենք տեսնում, վաղ է, ժամանակը կգա, կարծում եմ, որ արդեն խոսեն դրա մասին, բոլորը կխոսեն, թե ով ինչ որտեղ։ Վարչապետը հայտարարել էր, որ բոլոր օլիգարխները նախկին իշխանությունները հունիսի 8-ին դուրս են շպրտվելու Հայաստանի քաղաքական դաշտից, ինչպես եթե նրանք միլիոնավոր դոլարների ռեսուրսներ են ներդնելու ընտրություններում, եթե այնուամենայնիվ դժվար թե օրինակ այնքան տոկոս հավաքեն, որ չհայտնվեն ազգային ժողովում։ Մենք քարոզարշավ պիտի անենք, ժողովրդի հետ ուղիղ խոսենք, պատմենք, ասենք, որ հարգելի հանրություն, հարգելի քաղաքացիներ, որ դուք մեզ ամեն օր գրում եք, ձեր անհանգստություններն եք ասում, խոսում եք մեզ հետ, որ այ օլիգարխները եւ այլ, ընդհանրապես պիտի չգնալ, պիտի գնալ եւ այդ մարդկանց չընտրել։ Դա միակ եւ ճիշտ լուծումն է։ Այդպես բոլորը կհայտնվեն քաղաքական լուսանցքում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք կգնան, կընտրեն եւ հետո կբողոքեն, այդ քաղաքացիները բողոքելու որևէ լեգիտիմություն չեն ունենա, որովհետեւ իրենք ձայն են տվել այդ մարդկանց։ Հիմա մի ստվար զանգված ասում է, վայ, ոնց կլինի Սամվել Կարապետյանի հետ կապված, հստակ կա սահմանադրության պահանջ, մարդը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու, падգամավորի թեկնածու։ Սակայն էլի նորից այդ մանիպուլյատիվ խոսակցություններն են գալիս, այսենց կանենք կգանք սահմանադրությունը կփոխենք, մի ամբողջ սահմանադրագետների խումբ դրա շուրջ լուրջ զրույցներ է վարում եւ փաստարկներ է բերում, նորից հանրությանը մոլորեցնելու համար, այդքան բան։ Ինքն հենց հիմա տեղի է ունենում հանրությանը մոլորեցնելու արշավ բոլորի կողմից, որ այսպես կանենք, այնպես կանենք, կմիավորվենք եւ Գյումրի երկու սցենարը կկրկնենք։ Գյումրի երկու սցենարի թույլ տվությունը միայն կարող է լինել քաղաքացիների օգնությամբ, եթե գնան, ընտրեն նման մարդկանց, եթե նման մարդիկ քվե չստանան, որևէ բան չեն կարող անել։ Որոշակի ներքին խնդիրներից խոսենք, ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է ասֆալտ անելու հարցում ատկատների մեջ, այսինքն Երևանում շատ են փոսերը ու դա վատ որակի ասֆալտի արդյունք է, ասում են միակ բանն էր, որ լավ էին անում, փաստորեն դա էլ է վատ։ Դե ես հիմա ինչ պիտի պատասխանեմ։ Պիտի շտկել բոլոր խնդիրները, պիտի հասկանալ որտեղ ինչ բացթողումներ են եղել եւ գնալ բացթողումների հետևից, այո, բոլոր բողոքում էին, բոլորը տեսել ենք այդ խնդիրները եւ այդ խնդիրների լուծման ճանապարհով պիտի գնալ եւ այսքան
իջեցնել խոսակցությունը, որ այ միակ բանը, որ այս իշխանությունն անում էր լավ ճանապարհներն էր, էդ էլ է հերթական մանիպուլյացիան, որ այսինքն այս իշխանությունը որևէ լավ բան չի արել, մնացել էր միայն ճանապարհներ, այ ճանապարհներն էլ վերջացան։ Նախընտրական, հերթական, եթե կա խնդիր, խոսենք խնդիրի մասին, բայց ամեն ինչ չամփոփենք դրա մեջ, որտեղ միշտ պետք է քննադատել, բայց նորմալ եւ կառուցողական։ Մայիսի սկզբին Հայաստանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, օրինակ Արմեն Աշոտյանը առաջարկում է իր բառով ասած հարամել այն, տարբեր խմբերով խոչընդոտել Հայաստան ժամանող երկրների առաջնորդների տեղաշարժին, որտեղ ըստ նրա, ինչպես Վենսը այցելեց Հայաստան, դա Հայաստանի ներքին գործերին միջամտություն է, եկել են ձեր իշխանության ընտրություններին ընդառաջ աջակցելու։ Թող խոչընդոտեն, թող փորձեն։ Ընդհանրապես այդքան բան կարող եմ ասել։ Իսկ մեղադրանքը։ Եթե դե մեղադրանքին ընդհանրապես չեմ ուզում անդրադառնալ, ես ուղղակի ամաչում եմ, որ նման մարդը նախարար է եղել Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությանն է ներկայացել միջազգային հարթակներում, նաեւ պես խորհրդարանական։ Թող փորձեն խոչընդոտել եւ դրանով իսկ աջակցություն փնտրել։ Եթե այդպիսին է նրանց քաղաքական կուրսը եւ տեսլականը, այսինքն երբ որ Հայաստանի Հանրապետությունը նման բարձր մակարդակի միջոցառում է կազմակերպում եւ հյուրընկալում է 50-ից ավել բացր պատվիրակությունների եւ ինչ որ Աշոտյան եւ այլոք իրենց կյանքի նպատակը եւ այսպես մի կարևոր գործողություն համարում են խոչընդոտել, ապա կարծում եմ փորձը ցույց կտա, թե ինչպես կպսակվի դա, թող փորձեն ուղղակի։ Առաջիկայում նոր սահմանադրության տեքստը մարտ ամսին պատրաստ կլինի, արդյոք իշխանությունը շարունակելու է նախապես ասված ժամկետում այն հանրաքվեի տանել, այսինքն 2027 թվականին, թե իրավիճակային որոշումներ են հնարավոր։ Այս բան քննարկումներ չկան, որովհետև սահմանադրության տեքստի պատրաստ լինելը դեռևս չի նշանակում սահմանադրության տեքստը ամբողջովին պատրաստ է, որովհետև դեռևս քննարկումների փուլ պիտի անցնի, պիտի գա ազգային ժողով, սահմանադրական դատարան, այսինքն ինքը փուլերով պիտի անցնի սահմանադրության տեքստը, հետևաբար վաղ է դեռևս խոսել այն մասին, թե ինչպիսին կլինի եւ երբ կդրվի հանրաքվեի, սպասենք, երբ պատրաստ կլինի, որտեղ դեռևս մենք ծանոթ չենք տեքստին եւ չգիտենք ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, միևնույն է դա երկարատև քննարկումներ դեռևս պիտի անցնի։ Բայց այնուամենայնիվ անկախության հռչակագիրը կմնա թե կհանվի։ Ես կարծում եմ դա պատրաստ լինելու ժամանակ արդեն մենք միևնույնն է սահմանադրության տեքստը հանրությանը պիտի ներկայացվի։ Բոլորս միասին կտեսնենք, թե ինչի մասին է եւ ինչ փոփոխություններ է կրել, այս պահին որևէ տեղեկություն հստակ չունեմ, չեմ կարող ասել։ Իսկ եթե դեմ քվեարկությունը հաղթի։ Իսկ եթեներով եկեք այս պահին չխոսենք, որովհետեւ դա կնշանակի խաղաղության գործընթացի դադար։ Ես կարծում եմ, որ այս պահին մենք չենք կարող խոսել իսկ եթե այո, իսկ եթե ոչի մասին, սահմանադրության տեքստը դեռևս հրապարակված չլինելու պայմաններում։ Սպասենք հրապարակվի, որովհետեւ դա էլ մի ամբողջ ցիկլ պիտի անցնի, մինչև հասնի հանրաքվեի եւ մինչև հասնենք հանրաքվեի, դեռ ինչքան ջրեր կհոսեն։ Այսքանը Տիկին Դավյան, շնորհակալություն։